Ինչ է իրենից ներկայացնում վարիկոցելեի մարմարի մեթոդով միկրովիրաբուժական վիրահատությունը։ Ուրեմն մարմարի վիրահատությունը իրանից ներկայացնում է միկրովիրաբուժական վիրահատություն, որի ժամանակ մենք փոքր կտրվածքով ներքին անեստեզիայի ժամանակ ներքո կամ դա սպինալ անեստեզիա կամ ընդհանուր նարկոզա կատարում ենք փոքր կտրվածք, հանում ենք սերմնալարը եւ միկրոսկոպի տակ, կապում ենք բոլոր երակները, որոնք երևում է, միկրոսկոպի ներքո։ Բացի դրանից այնտեղ նաև պետք է կապել կրեմաստերիկ երակը, որը շատ դեպքերում կարող է լինել ռեցիդիվի պատճառ։ Եվ մարմարի վիրահատությունը տալիս է այդ հնարավորությունը, որ վարիկոցելեն կատարվի ռադիկալ եւ չունենա ռեցիդիվ։ Ինքը համեմատած մնացած վիրահատությունների հետ, որոնք կատարվում են վարիկոցելեի ժամանակ, ունի ամենաքիչ ռեցիդիվներ։ Ինչ է նշանակում ռեցիդիվներ, то есть քիչ է լինում կրկնողություն։ Մոտավորապես ստատիստիկորեն դա 0.7% է։ Չնայած եթե մենք խոսանք ռեցիդիվների մասին, դա ընդհանուր ստատիստիկա է, եթե դուք պատկերացնեք, դա ոնց որ մի քանի հատ ռանդոմիզացված հետազոտությունների մետաանալիզ է, տարբեր կենտրոնների, տարբեր հիվանդանոցների, տարբեր երկրի, դա միջինացված ստատիստիկա է։ Մենք մեր պրակտիկայում համարյա ռեցիդիվներ չենք հանդիպել, վիրահատությունը բավականին էֆեկտիվ է, հիվանդը մեկ օր կարող մնա հիվանդանոցում, մյուս օրը գնում է տուն։ Երբ է ցուցված կատարել վարիկոցելեի մարմարի մեթոդով միկրովիրաբուժական վիրահատություն։ Ուրեմն առաջի ցուցումը դա անպտղությունն է, Եթե պացիենտի մոտ արկա է լայնացած երակներ սերմնալարի եւ արկա է սերմի փոփոխություններ, ցուցված է կատարել վիրահատություն։ Եթե հիվանդի մոտ արկա է ցավեր, ծանրության զգացում եւ ցուցված է վիրահատություն։ Եթե պացիենտի մոտ կա ամուրձու ատրոֆիա, ցուցված է վիրահատություն։ Հիմնականը այդ 3 պատճառներն են։ Բացի դրանից վերջի տարիներին ուղեցույցները մի քիչ փոխվել են։ Օրինակ վարիկոցելեի ժամանակ, եթե կա ազոոսպերմիա, հին ուղեցույցներով խորհուրդ չէին տալի վիրահատել այդ հիվանդներին, то есть կատարել վարիկոցելեկտոմիա։ Հիմա քանի որ մենք այդ հիվանդներին պատրաստում ենք VRT-ի, то есть էկոյի կամ X-ի, պարտադիր պետք է կատարվի վիրահատություն, որովհետև այդ պացիենտը ապագայում գնալու է բիոպսիայի կամ չի գնալու։ Եվ մեզ պետք են մաքսիմալ լավ սպերմատոզոիդներ, մորֆոլոգիական լավ սպերմատոզոիդներ, որպեսզի էմբրիոլոգը կարողանա կատարի իր գործը։ Որ տարիքից է ցուցված կատարել վարիկոցելեի մարմարի մեթոդով միկրովիրաբուժական վիրահատություն։ Վարիկոցելեն ցուցված է կատարել այդ հենց հայտնաբերված ժամանակից։ Ունակ երեխաների մոտ բնականաբար մինչև 16 տարեկան երեխեքը չեն կարող սպերմագրամա հանձնեն եւ դրա համար նայում են ամուրձու զարգացվածությունը։ Հետևում են 1-2 տարի։ Եթե այդ ամուրձին, որի կողմից վարիկոցելիա չի զարգանում, համեմատ կոնտրլատերալ ամուրձու հետ, ուրեմն ցուցված է վիրահատական միջամտություն։ Իսկ ռեպրոդուկտիվ շրջանում տղամարդկանց մոտ, ոնց մենք խոսեցինք դրա մասին, եթե կա սերմի հետ փոփոխություններ, արդեն դա ցուցում է կատարել վարիկոցելեկտոմիա, մարմարի վիրահատություն։